Կանեփ կակաչ 2015 համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները օգոստոսի 4-ի երեկոյան Մասիս քաղաքի 3-րդ փողոցից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին նույն քաղաքի բնակիչ 1963 թվականին ծնված Հրաչ Սարգսյանին։ Անձնական խոզարկությամբ նրա վերնազգեստի գրպանից հայտնաբերվեց չորացված դեղնականաչավուն սուր հոտով կանեփանման զանգված։ Հրաչ Սարգսյանի հայտարարությամբ նշված զանգվածը ձեռք է բերել իր տնամերձ հողամասից, իր կողմից աճեցրած կանեփ տեսակի բույսերից։ Զննության ենթարկվեց նաև Սարգսյանի տնամերձ հողամասը, որտեղից հայտնաբերվեցին եւ արմատախիլ արվեցին կանեփ տեսակի 35 բույս։ Կանեփ տեսակի բույսից պատրաստված չորացված դեղնականաչավուն սուր հոտով զանգված էլ հայտնաբերվեց կասկածյալի տան միջանցքից։ Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել եւ կնիկվել է։ Դատաքիմիական փորձաքննություն նշանակելու համար կատարվում է հետաքննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 38-ը, խարդախության 8 դեպքից 6-ը, բացահայտվել է գողության 21, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, կողոպուտի յուրացման եւ ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Օգոստոսի 3-ից 9 Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 138 տրանսպորտային միջոց, որից 2-ի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մեկի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 95-ի վարորդը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 40 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Վաղը Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ։ Օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, քարտուղարություն@police.am էլեկտրոնային հասցեներին։ Հայաստանում ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր մանկական հանգստյան ճամբարներ շատ կան։ Ճամբարի առանձնահատկություններից մեկն այն է, որ երեխաները հանգստանում են առանց ծնողների, արթնանում են շեփորի ձայնից, միասին ճաշում, միասին մարզվում, խաղում։ Նոր տպավորություններ, նոր ընկերներ, ամառային արձակուրդներից դպրոց են վերադառնում ավելի ինքնուրույն, ավելի հասունացած։ Այս երեխաների ծնողները ոստիկաններ են։ Ոստիկանության Արշալույս ճամբարը գտնվում է Աղվերանում։ Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը 4 հերթափոխով մոտ 520 երեխա է հանգստանում։ Արշալույս 2015 հանգստաշրջանը օգոստոսի 9-ին մոտեցավ ավարտին ու դպրոցականները հրաժեշտի երեկո են կազմակերպել։ Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, հետո ճամբարի պետը լավագույն երգիչ-երգչուհի, լավագույն ասմունքող դերասան ու պարուհի անվանակարգերում պատվոգրեր հանձնեց ակտիվ երեխաներին։
Միջոցառման ժամանակ դեռահասները բանաստեղծություններ արտասանեցին, երգեցին ազգային երգեր, շուրջ պար բռնեցին, ապա վառվեց խորհրդանշական խարույկը, որի ջերմությունը հիշարժան տպավորությունների հետ երեխաները տուն ու դպրոց պետք է տանեին։ Ամեն ոք եթե հարկ է համարում կարող է ունենալ թիկնապահ, բառն ինքնին ենթադրում է պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ ու նաև օրինականության սահմաններում գործելու ունակություն։ Պրոֆեսիոնալ թիկնապահների ծառայություն է առաջարկում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Դիմում ներկայացնելով անձի անվտանգության և գույքի պահպանության բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գնացուցակով կատարելով համապատասխան վճարում և գլխավոր վարչության հետ կնքելով պայմանագիր, ձեզ կտրամադրվեն թիկնապահներ։ Թիկնապահի գործառույթները իրականացնող ոստիկաններն ու հրաձիգները պատվիրատուի ցանկությամբ ծառայություն իրականացնում են նաև առանց համազգեստի, հաշվեցուցակային զենքով։ Իդեպ, նշված զենքով թիկնապահական գործունեություն իրականացնում են միայն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի աշխատակիցները։ Մանրամասների համար զանգահարել 20 25 67 հեռախոսահամարով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն։